Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է քննարկվում ազգային ժողովում եւ թեկնածուն իր ելույթում նշեց ու շատ խիստ կարևորեց իրենց երթման տեքստին հավատարիմ մնալը։ Այո, պարոն Վարդանյան, շատ կարևոր է, երբ պաշտոնատար անձը իր պաշտոնատար գործունեության ընթացքում միշտ հավատարիմ է մնում երթման այն տեքստին, որը տվել է այդ պաշտոնը ստանձնելիս։ Հիշեցնում եմ վարչապետի երթման տեքստը։ Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման երթվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի արչեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Հիմա սահմանադրություն, հոդված 1 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ սահմանադրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, հիմք ընդունելով հայոց պետական հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իսկ հռչակագրում ֆիքսված է. Հիմնվելով 1979 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումը հռչակում է։ Սրանք սահմանադրության մեջ ամրագրված տեքստեր են եւ երթման տեքստի մեջ հստակ գրված է, որ պետք է վարչապետը մնա հավատարիմ սահմանադրությանը։ Իսկ ինչ ունենք այսօր։ Այսօր վարչապետը իր ողջ քարոզարշավի, արդեն օրենքից դուրս նախապես սկսած քարոզարշավի իր ելույթների մեջ արդեն խոսում է սահմանադրության փոփոխության մասին, արդեն խոսում է հռչակագրից այս ձևակերպումները հանելու մասին։ Եթե այս ձևակերպումը այդքան կարևոր չլիներ, Ալիևն ամեն աստծո օր չէր պահանջի այս ձևակերպումը սահմանադրությունից հեռացնելու եւ Ալիևի ամեն աստծո օր հնչեցած պահանջը մեր վարչապետը, մեր երկրի վարչապետը ամեն աստծո օր հայտարարում է, որ այո, Ալիևի պահանջը պետք է կատարվի։ Ինչպես եք դուք այստեղ գնահատում երթման տեքստի եւ հռչակագրի այս ձևակերպումների համադրումը։ Հիմա հաջորդ սահմանադրությունից հաջորդ կետերը։ Հոդվածի 2 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Եվ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Իսկ հոդված 9-ում հստակ ասվում է տեղական ինքնակառավարումը երաշխավորվում է։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ղեկավարը եւ ավականին։ Ասել է թե 171 հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ձևավորվում են համայնքի ղեկավար եւ համայնքի ղեկավարություն իրականացնող ավականի։ Սա սահմանադրության տեքստն է, սա սահմանադրության պահանջն է, իսկ դուք ինքներդ որպես ՔՊ պատգամավոր ընդունեցիք օրենք, որով արդեն 5-րդ տարին է անտեսել եք ժողովրդի ընտրության արդյունքները, արդեն 5-րդ տարին է Վանաձորցին չունի իր ընտրած համայնքի ղեկավարը, եւ սա դուք համադրում եք սահմանադրության պահանջների ու սահմանադրականության հետ կամ ինչպես եք համադրում։ Հոդված 4 Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը Պետական իշխանությունն իրականացնում է սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների բաժանման հավասարակշռման սկզբունք հիման վրա։ Հիմա ինչպես է սահմանադրության այս պահանջը համադրում վարչապետի կողմից ԲԴԽ նախագահին SMS-ով պաշտոնից հրաժարվելու պահանջը։ Ինչպես է սա համադրում վարչապետի կողմից ազգային ժողովի պատգամավորներին SMS-ով մանդատը վայր դնելու պահանջը, ինչպես է սա համադրում վարչապետի կողմից դատարանները շրջափակելու հրահանգի հետ, թե այս հարցերին չեք ուզում անդրադառնալ, ուղղակի կուզեի, որ անդրադառնայիք։ Հոդված 18 Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցի
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ այս ամենից հետո իշխանության, կառավարության եւ հատկապես վարչապետի այս հարձակումը Սուրբ առաքելական եկեղեցու վրա, սրբազանների ձերբակալում, կաթողիկոսին ամենավատ բառերով կաթողիկոսի նկատմամբ արտահայտվել է։ Սա ինչպես է համադրում սահմանադրության պահանջի եւ իրականության հետ։ Հոդված 146 Կառավարության կարգավիճակը եւ գործառույթները։ Կառավարությունը իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Կառավարությունը իր ծրագրի հիման վրա։ Այն ծրագրի, որին դուք որպես падգամավոր կողմ եք քվեարկել, այն ծրագրում, որի մեջ գրված խոստումները բոլորովին 180 աստիճանով հակասում են կառավարության, նույն կառավարության կողմից այսօր իրականացվող քաղաքականությանը։ Ինչպես եք սա գնահատում եւ համեմատում։ Հոդված 197 Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կարգը, որտեղ հստակացվում է, որ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքականության գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Եվ դուք որպես падգամավոր չփորձեցիք բացասական նույնիսկ գնահատել ՀՌՀ նախագահի գործողությունները, երբ համապատասխան հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն նրա այս հարցով վարքագծի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը փաստորեն իրականացնելու է ապահովելով սահմանադրության գերակայությունը։ Հիմա ինչպես եք գնահատում համեմատում սահմանադրականության գերակայությունը նժարի մի նժարում կշռքի, մյուս նժարում այսօրվա կառավարության հակասահմանադրական գործողությունները։ Եվ մեկը դուք միշտ տեղյակ եք եղել նման գործողություններին, դուք միշտ քաջատեղյակ եք եղել եւ որպես падգամավոր երբևիցե գոնե մեկ անգամ չեք հակադրվել նման գործողություններին։ Դուք որովհետեւ դուք ԿՊ իշխանության, ԿՊ ներկայացուցիչների արժե համակարգի կրողն եք եւ կախարդական փայտիկով այսպես միանգամից հրաժարվել այդ կախարդական փայտիկից իհարկե չի ստացվելու, պարոն Վարդանյան։ Ես ամենայն ազնվությամբ եմ ասում, որ ես համոզված եմ, որ դուք չեք կարող այդ արժե համակարգից հրաժարվել, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ Միգուցե դուք էլ հույս ունեք, որ 2 ամիս հետո այս իշխանությունները չեն վերարտադրվելու եւ դուք հնարավորություն կստանաք ձեր ներքին ամենայն դեպս ցուցադրության մեջ չերևացող այդ արժե համակարգը կյանքի կոչել։ Շատ ավելի լավ։